Նրան տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Մեր նախորդ հարցազրույցի ժամանակ ասացիք, որ Ռուսաստանը Արցախը հանձնեց Թուրքիային եւ սա Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբն է։ Երեք հայտնի դարձավ, որ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը մայիսի 9-ի կապակցությամբ նամակ է հղել Ռուսաստանի նախագահին եւ հույս հայտնել, որ նրա հետ համագործակցությամբ արցախահայերը հնարավորություն կունենան վերադառնալ իրենց պատմական հայրենիք։ Ձեր նշածը, որ Ռուսաստանը Արցախը հանձնեց Թուրքիային եւ թուրքերին, սա ոչ թե հորինված թեզ է, այլ գետնի վրա իրադարձություն, որը մենք տեսել ենք ու ինձ հետաքրքիր է։ Դուք ինչ վերլուծություն ունեք, ինչպես կարող է անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած մարդը այս իրողություն, այս փաստը չտեսնել եւ բնական է, որ նրա նման շատերը կգտնվեն, որոնք դեռևս չեն տեսնում այն, ինչ մենք տեսանք բոլորս։ Այդ մարդը անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել է Ռուսաստանի կողմից եւ առաջ էր տանում ռուսական շահը, հայկական շահի հակոտնյա։ Հիշեցնեմ, որ նույն այդ մարդը ժամանակին հայտարարում էր, որ այն անձինք, ովքեր համարում են Արցախը Հայաստան, թող չհատեն Հայաստան-Արցախ սահմանը։ Այսինքն մարդը, որ գծում էր Հայաստան-Արցախ սահման, տարանջատում, բաժանում էր իրականացնում եւ ասում էր, թող այդ մարդիկ այս սահմանը չհատեն, չմտնեն Արցախ։ Սա նաեւ հենց ռուսական քաղաքականությունն էր առհասարակ Արցախի հարցի ի սկզբանե, այսինքն ի սկզբանե Արցախի հարցը բարձրացվեց որպես միավորման խնդիր։ Սակայն Հայաստանը երբ որ անջատվում էր ուրեմն սովետական միությունից, նաև Հայաստանի ղեկավարությունը այդ ժամանակ հանդիսանում էին ռուսական 5-րդ շարասյուն եւ նրանք ի տարբերություն մեր երկու հարևանների, Ադրբեջանի եւ Վրաստանի, Հայաստանը հայտարարեցին սովետական Հայաստանի իրավահաջորդ եւ ըստ էության միացման ուրեմն գաղափարախոսությունը կտրեցին։ Ինչից հետո դա այդ ամեն ինչը կատարվեց նույն ռուսական կայսրության հրամանով, ինչից հետո նույն ռուսական կայսրության հրամանով առաջ քաշվեց Արցախի անկախություն մոտեցումը, որը չունի որևիցե այլ ելք, քան Արցախի կորուստ։ Այսինքն հենց ի սկզբանե ռուսները թույլ չտվեցին, որ Արցախը վերամիավորվի Հայաստանին, հենց այն նպատակով, որ վերջի վերջո Արցախը մենք կորցնենք, ինչի եւ մենք եկանք։ Վիտալի Բալասանյանները եւ Հայաստանի բոլոր իշխանությունները, այդ թվում նաեւ Արցախի մարզի ներկայացուցիչները, բոլորը այս տարիների ընթացքում եւ մինչ օրս հանդիսանում են ռուսական 5-րդ շարասյուն ներկայացուցիչներ եւ առաջ են տանում Ռուսաստանի շահը իդեմ Հայաստանի եւ հայ ժողովրդի շահի։ Սրան նախորդել էր Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները Հայաստանի երկրորդ նախագահ ըստեյությանը, ասում է հայերը, հայկական իշխանությունները հրահրեցին 44-օրյա պատերազմը։ Եթե դիտարկում ենք նրան 5-րդ շարասյան ներկայացուցիչ, հետեւաբար այդ համատեքստում պետք է չզարմանանք նրա այս հայտարարությունից, հարց է առաջանում, մեկ այլ հարց է առաջանում, ինչու են ակտիվացել այս փուլում։ Նայեք, նախ ես նշեցի, որ Հայաստանի բոլոր 4 իշխանությունները եւ մինչ օրս հանդիսանում են Նիկոլ Փաշինյանին կանդրադառնանք առանձին, այո, ցավոք սրտի որոշ մարդիկ տարանջատում են Նիկոլ Փաշինյանին, սակայն նրա քաղաքականությունը նույն 5-րդ շարասյան քաղաքականությունը արդեն ոչ միայն ռուսական, այլ նաև թուրքական։ Սակայն Ռոբերտ Քոչարյանը եւ իր մյուս գոլեգաները նույնպես միշտ առաջ են տարել ռուսական շահը եւ զարմանալի չէ, որ այս մարդը ժամանակին հայտարարում էր, որ կարմիր գիծ է Արցախը Հայաստանին միավորելու հարցը։ Նա հայտարարում էր, որ չպետք է հարց բարձրացվի, որ Արցախը միավորվի Հայաստանին։ Սա նույնպես նույն ռուսական քաղաքականությունն է, որը բխում է նույն Մոսկովյան պայմանագրի շրջանակներում ձևավորված ճարտարապետությունից։ Մենք պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրմամբ մենք խախտեցինք ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետությունը, որը սահմանվել էր Մոսկովայի պայմանագրով։ Եվ այս պայմանագիրը երկու կողմերը, Ռուսաստանն ու Թուրքիան, պահպանում են որպես սուրբ կով, իսկ մենք խախտեցինք դա։ Եվ գետնի վրա Ռուսաստանը, քանի որ ռուսական կայսրությունը այդ ժամանակահատվածում փլուզվում էր, գետնի վրա նա չկարողացավ կանխել Արցախի մասնակի ազատագրումը, եւ կա նաեւ հայտնի տեսագրությունը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արցախի մարզի ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ ըստ էության պահանջում է դադարեցնել զորքերի առաջխաղացումը սպառնալով Ելցինով։
ասում է, որ Ելցինը կդառնա ձեր թշնամին։ Այսինքն այստեղից նույնպես պարզ է դառնում, որ Հայաստանի 5-րդ շարասյուն իշխանությունների միջոցով Ռուսաստանը թույլ չտվեց, որ մենք կարողանանք ամբողջական Արցախի ազատագրումը իրականացնենք, դրանով պլանավորում ունենալով հետագայում վերականգնել Մոսկվայի պայմանագրով սահմանված ճարտարապետությունը եւ հանձնել ուրեմն Արցախը Ադրբեջանի տիրապետության տակ եւ իր բոլոր 5-րդ շարասյան ներկայացուցիչները, այդ թվում նաեւ Ռոբերտ Քոչարյանը, ծառայել են այս նպատակին եւ շարունակում են ծառայել։ Այս փուլում ակտիվանալ ինչով պայմանավորել կամ բացատրել, պարոն Սաֆարյան, որովհետեւ տեսնում ենք շղթայաբար այսպես գնում է։ Կարծում եմ ակտիվացման հիմքերից մեկը դա Ուկրաինայի հարցն է։ Մենք տեսնում ենք, որ ռուսական կայսրությունը բավականին լպիրշացել է Թրամփի իշխանության գալով եւ մենք նաեւ սրա մասին խոսեցինք անցած մեր հանդիպմանը, որտեղ ես ասացի, որ ամենայն հավանականությամբ խաղաղություն չի ստացվի եւ այդ չստացվելու առաջին ուրեմն մեղավորը լինելու է ոչ Ուկրաինան, ոչ Եվրոպան։ Դրա առաջին մեղավորը լինելու Ռուսաստանը։ Եվ կարծես թե մենք դա տեսնում ենք, այսօր Ռուսաստանը մերժում է խաղաղության օրակարգերը, համատարած ռմբակոծում է Ուկրաինան, այդ թվում նաև խաղաղ բնակչությանը, տալով շատ ցավալի կորուստներ, այդ թվում նաև երեխաների շրջանում, եւ կարծում եմ, որ ռուսական կայսրությունը որոշակիորեն ակտիվանում է, եթե մենք տեսանք, որ նա Արցախը հանձնեց Թուրքիայի տիրապետության տակ, որպիսի թուրքերը լինեն լոյալ Ուկրաինայի հարցում եւ նա պլանավորում էր 4 օրում մտնել Կիև, որը չստացվեց։ Ինչից հետո այսօր Կովկասում նրա քաղաքականությունը որոշակիորեն թուլացավ, որովհետեւ նրա ուրեմն հայացքը ուղղվեց դեպի Ուկրաինա, այնտեղ ինքը շատ ծանր վիճակում էր, այսօր իր ծանր վիճակը պահպանվում է։ Սակայն Թրամփի գալով ԱՄՆ-ի որոշակի նահանջից հետո Ռուսաստանը կարծես թե ավելի համոզված է իր հաղթանակի մեջ եւ այս իրողությունը նաեւ ազդում է այսօր Կովկասում նրա գործողությունների վրա, ինչը ազդում է նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացին։ Բայց վերջնանպատակը որը պետք է լինի, այսինքն այդ ազդեցության, ռուսական ազդեցության վերջնանպատակը իշխանափոխություն, եթե Նիկոլ Փաշինյանն էլ է համարվում Շարասյան ներկայացուցիչ եւ նույն շղթայի ոչ թե իշխանափոխություն, այլ հերահար ծրագրեր Հայաստանը կլանելու, ինչի մասին բազմաթիվ անգամ խոսել ենք, որ եթե ուկրաինական պատերազմը Ռուսաստանը կարողացավ փուլ տալ, նա վերադառնալու այսօր Կովկաս, այսինքն սովետական կայսրությունը վերականգնելու նպատակով վերադառնալու է իր հայացքը ուղղելու է այսօր Կովկասին, այսօր Կովկասը օկուպացնելու նպատակով։ Այսինքն գործընթացները ոչ թե միտված են իշխանության դեմ, այլ գործընթացները գնում են եւ նաեւ ռուսական պետական պաշտոնյաները հայտարարում են այն մասին, որ ռուսական քարոզչությունը Հայաստանի տարածքում պետք է ակտիվացնել։ Հանրության հետ աշխատեն։ Այո, հիշեցնեմ, որ նաև Լավրովի կողմից ուրեմն հռչակված պահանջների Ուկրաինայի հետ խաղաղության հասնելու պահանջներից մեկը ռուսական ամբողջական ներկայությունը ապահովելն է Ուկրաինայում, այսինքն ռուսաց լեզվի, ռուսական հեռուստաընկերությունների, ռուսական խոսքի, մշակույթի եւ այլն։ Ինչի է սա արվում, ինչի է սա դրվում այդ հիմնական պահանջների մեջ, որովհետև սա այն գործիքներն են, որոնք կայսրությունները կիրառում են պետությունը կլանելու նպատակով։ Հիշենք, որ ժամանակին ռուսական կայսրությունը արգելել էր Հայաստանում բոլոր դպրոցները, փակում էր եկեղեցիները, թույլ չէր տալիս հայերենի տարածումը, որպիսի լուծի հայ ժողովրդին ռուսական կայսրության մեջ, ինչը չստացվեց, հետագայում սովետական դարաշրջանում արդեն ռուսական կայսրությունը նույն բանը փորձեց անել, նորից չստացվեց եւ բարեբախտաբար մենք կարողացանք լայնամասշտաբ պահպանել մեր լեզուն։ Սակայն անգամ այդ պարագայում սովետական միությունը ստեղծում էր մի միջավայր, որ եթե մարդը ունի ռուսական կրթություն, նրան միշտ առաջ էին տանում են տնօրենի պաշտոնի կամ պետական պաշտոնի, սա գործիք էր շահագրգռելու ծնողներին, որպեսզի երեխային ուղարկեն ռուսական դպրոց։ Այսինքն նաև այս միջոցով կայսրությունը փորձում էր իր իշխանությունը պահպանել հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչը տեղի է ունենում այսօր նաև Ուկրաինայում։ Այսինքն շատ կարևոր է կայսրության համար իր այսպես անընդհատ ներկայությունը այն տարածքներում եւ ժողովուրդների մեջ, որին ինքը պատրաստվում է կլանել։ Հիմա
ԱՄՆ-ից հայտարարություն կա, որ դուրս կգան բանակցություններից, եթե Պուտինը գործարքի չգնա։ Դուրս գալը ինչ է նշանակում, պարոն Սևարյան։ Իրենք պիտի ասեն, ինչ է նշանակում դուրս գալը։ Դուք ինչ եք ենթադրում։ Ես ենթադրում եմ, որ Թրամփը կուզենա ունենալ լոյալ դիրք, այսինքն դուրս գալ, որոշակիորեն ռազմական աջակցություն տրամադրել Ուկրաինային, սակայն ոչ այնպիսին, որը կջախջախի ռուսական զորքերին։ Սակայն կարծում եմ, որ սա Թրամփի պատկերացումն է կամ Թրամփի ցանկությունն է։ Մենք նաև նախորդ անգամ խոսեցինք, որ վաղ թե ուշ ԱՄՆ-ի ներսում նաև Թրամփի թմակիցները իր առաջ հարցեր են բարձրացնելու, որ եթե դու վարում ես այսպես պրոռուսական կամ լոյալ Ռուսաստանի նկատմամբ լոյալ քաղաքականություն, ինչը արդյունք չի տալիս, եւ Ռուսաստանը խնդրեմ ակնհայտորեն չի գնում խաղաղության, ընդհակառակը նորանոր ինչ-որ պահանջներ են ներկայացնում, սրա հետ մեկտեղ դրա պատճառով մենք մեր եվրոպացի գործընկերների հետ խնդիրներ ենք ունենում, ապա ինչ նպատակ ունի այս քաղաքականությունը։ Այսինքն ինչի է բերելու այս քաղաքականությունը եւ արդյոք այս քաղաքականությունը բխում է ԱՄՆ-ի շահերից։ Ես կարծում եմ, որ Թրամփի նկատմամբ այդ ճնշումները կլինեն ներսից, իր թմակիցների կողմից, ոչ միայն ընդդիմության, ինչի արդյունքում մենք կտեսնենք Թրամփը կփորձի ներքին եթե դա լինի իհարկե, ներքին դիմադրություն կազմակերպել, թե կսկսի նաև լայնածավալ կամ մեծ ծավալի զինում ուկրաինական բանակի, այդ պայմաններում ուրեմն Ռուսաստանը նորից կհայտնվի այն չափազանց ծանր վիճակում, որտեղ հայտնվել է։ Նաև սրա հետ մեկտեղ մենք պետք է հասկանանք, որ Եվրոպայի կողմից աջակցությունը Ուկրաինային բավականին մեծ է, ինչպես նաև Եվրոմիությունը արդեն որոշումներ ունի իր պաշտպանական համակարգերը ստեղծելու եւ դրա համար տրամադրում է շատ խոշոր գումարներ, սա բերում է մի իրավիճակի, որ ԱՄՆ-ի դուրս գալ որպես ռազմական աջակից դուրս գալը մեծ ազդեցություն չի ունենում ռազմաճակատի վրա։ Եվ այստեղ հարց է առաջանում, արդյոք ԱՄՆ-ն այդ պարագայում դուրս չի գալիս համաշխարհային քաղաքականության կարևորագույն օղակներից որպես պետություն, եւ այս հարցը բարձրացնելու են Թրամփի առաջ։ Այո, Թրամփը իր քաղաքականությամբ մոտավորապես ակնարկում է, որ ինքը դա էլ ուզում է։ Նա չի ուզում, որ ԱՄՆ-ն լինի համաշխարհային այդ հեգեմոն տերությունը, ուզում է ԱՄՆ-ն ապրի իր տարածքներում, սակայն ԱՄՆ-ն համակարգ է, որը չի բաղկացած միայն նախագահից կամ միայն Թրամփից։ Եվ այս հարցերը անպայման ԱՄՆ-ում քննարկվելու են, ինչ արդյունք կլինի, ես հիմա ասել չեմ կարող, սակայն կարծում եմ, որ համակարգը վաղ թե ուշ գալու է իր ռելսերի վրա եւ վերադառնալու է այն մոտեցումներին, որը եղել է մինչ Թրամփը։ Նաեւ այսօր մենք արդեն գիտենք, որ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի միջև կնքվեց այդ օգտակար հանածոների վերաբերյալ պայմանագիրը, որտեղ առանձնակիորեն նաեւ ուկրաինացիները շեշտում են, որ հանքերը մնում են ուկրաինական տիրապետության տակ եւ Ուկրաինայի սեփականություն, ինչը Թրամփը չէր ուզում եւ վերջիվերջո Թրամփը ստիպված եղավ նահանջել։ Սակայն հիշեցնեմ, որ այս գործարքի սկիզբը եղել է այն մոտեցումը, որ Թրամփը ասել է, որ մեր տրված զենքի դիմաց մեզ պետք է վճարեն։ Եվ Ուկրաինան ունի այդ վճարելու միջոցը, այդ վճարելու միջոցը հանքերն են։ Այստեղից կարելի է ենթադրել, որ եթե նա այնտեղից հանքանյութ է հանում, ուրեմն դրա փոխարեն նաև զենք պիտի տա։ Բայց սրանք ենթադրություններ են եւ պետք է սպասենք ինչ կլինի իրականում։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։
Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252 Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91205 հասցեով։ Նոյան Տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28 երրորդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +118 967 5677 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան Տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 5677։ Հիմա վերադառնանք մեր խնդիրներին, Հայաստանի վարչապետի հայտարարություններին, մասնավորապես, պարոն Սաֆարյան, գիտենք, որ նա հայտարարում է, որ Հայաստանը չի պատրաստվում հարաբերություններ փչացնել, լարել Ռուսաստանի հետ, սրանով պայմանավորված երևի թե կմասնակցի մայիսի 9-ի շքերթին, միևնույն ժամանակ ասում է, որ Խորհրդարանը Հայաստանի օրենք է ընդունել Եվրոպայի հետ համագործակցությունը սերտացնելու, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ է շարժվելու, դուք ասացիք Հայաստանի գործող իշխանությունը ծառայում է եւ Ռուսաստանին եւ Թուրքիային։ Սա հնարավոր է պատկերացնել, որ միաժամանակ ծառայի, որովհետեւ մենք գիտենք, շատ ենք լսում կարծիքներ, որ Ռուսաստանը ամեն կերպ խոչընդոտելու է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը եւ ըստ էության այսքան ժամանակ հենց Ռուսաստանի խոչընդոտելու շնորհիվ է, որ հայ-թուրքական հարաբերությունները կարգավորված չեն։ Հայաստանի իշխանության այս քաղաքականությունը սա որքան կարող է շարունակվել եւ ինչ արդյունք կարող է տալ։ Նայեք, որտեղ ենք մենք տեսնում Ռուսաստանի կողմից խոչընդոտ հայ-թուրքական հարաբերությունների մեջ։ Ռուսաստանը սահմանապահները հանում է Հայաստանից, նույն ժամանակահատվածում Հայաստանի սահմանին հայտնվում է Թուրքիայի ներկայացուցիչը եւ միասին ուրեմն զննում են սահմանային անցակետը։ Սա Ռուսաստանի կողմից անգամ դեմոնստրատիվ գործողություն էր, որ մենք դուրս ենք գալիս թուրքերին հրավիրում ենք։ Որտեղ ենք տեսել, որ Ռուսաստանը թեկուզ փոքրիկ անգամ, ոչ կոշտ, փոքրիկ ինչ-որ մի դժգոհություն հայտնի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի պաշտոնյաները բազմաթիվ հայտարարություններ են անում հայ-արևմտյան հարաբերությունների, Հայաստան Եվրոպա հարաբերությունների վերաբերյալ, բայց գոնե մեկ հայտարարություն մենք չենք տեսնում, որ Ռուսաստանում դժգոհ լինեն հայ-թուրքական ուրեմն սերտացման հարցում, որովհետև հենց Ռուսաստանն է Հայաստանին հանձնում Թուրքիային։ Ռուսաստանը դուրս գալով տարածաշրջանից չի ուզում, որ տարածաշրջան արևմուտքը գա։ Այո, այսօր հնարավոր է, որ ուկրաինական ճակատում նա իրեն մի թեթև ավելի ամուր է զգում եւ փորձում է վերադարձնել իր հայացքը դեպի այսօր Կովկաս, բայց երբ որ այնտեղ սկսվեց նորից թուլանալ իր վիճակը, նա նորից վերադառնալու է ուկրաինական ճակատ եւ այսպես դուրս գալով այսօր Կովկասից, նա որևիցե դեպքով չի ուզում, որ այստեղ արևմուտքը գա։ Դրա համար Ռուսաստանը դեմ չի, որ այստեղ գա Թուրքիան։
Հիշեցնեմ նաև, որ այսօր Թուրքիան այն պետությունն է, որը ուկրաինական հարցով, այսպես ասենք, ամենամեծ աջակիցն է Ռուսաստանի։ Նա օգնում է Ռուսաստանին շրջանցել տնտեսական պատժամիջոցները, լոյալ դիրք է ընդունել ուկրաինական հարցում Ռուսաստանի նկատմամբ եւ հրապարակային Էրդողանը դրա մասին խոսում է։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ռուս-թուրքական հարաբերությունները շատ լավ են։ Բայց ինչու կարգավորում տեղի չի ունենում, այդ սահմանների բացում տեղի չի ունենում, որովհետեւ մտածել, որ Ալիևը այնքան կա, որ կարողանա այս ամբողջ process-ները խոչընդոտել այն դեպքում, երբ այդ ճանապարհները ապաշրջափակումը շատ ավելի մեծ նշանակություն ունի, շատ ավելի գլոբալ նշանակություն ունի, միամտություն է կարծել, որ միայն Ալիևի ֆիգուրով դա կարող է խոչընդոտել։ Ինչ նշանակություն ունի դա Թուրքիայի համար, սա է կարևորը։ Ալիևը չի խոչընդոտը, չէ՞, Թուրքիան է խոչընդոտը։ Թուրքիան ասում է հարաբերությունները կարգավորի, որպեսզի ես բացեմ։ Այսինքն ոչ թե Ալիևն է հարկադրում Թուրքիային, որ Թուրքիան դա անի, այլ դա Թուրքիայի դիրքորոշումն է։ Հիմա Ռուսաստանն էլ դեմ չէ, որ հայ-թուրքական հարաբերությունները ձեր ասածով կարգավորվեն։ Հիմա ինչու չի կարգավորվում։ Իսկ ով է ասում չի այսինքն ոչ թե կարգավորվում է, այլ գնում է Թուրքիայի կողմից Հայաստանի կլանման գործընթաց։ Եվ Թուրքիան ասում է հրաժարվիր ցեղասպանության հարցից, որ սահմանը բացեմ։ Դուր Ադրբեջանին, իսկ իրականում Թուրքիային միջանցք, որպեսզի սահմանը բացեմ։ Համաձայնվի Ադրբեջանի իրականում ռուս-թուրքական պայմաններին, այդ թվում քո տարածքների վերաբերյալ, որպեսզի սահմանը բացեմ։ Այսինքն Թուրքիան կիրառում է այդ գործիքը Հայաստանի ոչնչացումը ապահովելու համար։ Եվ այդ գործընթացը այսօր գնում է։ Այստեղ խնդիրն այն չէ, որ Ռուսաստանը որևիցե ձև խոչընդոտում է, ոչ մի կերպ Ռուսաստանը չի խոչընդոտում։ Բայց ճանապարհը հիմա այդ միջանցք կոչված է ինչու տրված չի մինչև հիմա։ Որովհետև Իրանը եւ ԱՄՆ-ն, Իրանը շատ կոշտ, ԱՄՆ-ն մինչ Թրամփը շատ կոշտ եւ կարծես թե նաեւ Թրամփի օրոք բավականին կոշտ դեմ են դրան։ Իրանը շատ ուղիղ տեքստով սպառնացել է, որ եթե փորձեք միջանցքը բացել, ես զորք կմտցնեմ Սյունիք։ Այսինքն այս երկու գործոնն է, որ պահում է այսպես Հայաստանի իշխանություններին, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը մեծ հաճույքով այդ միջանցքը կտար։ Սրա մասին կարծեմ ենք նույնպես խոսել ենք, որ դա ռուս-թուրքական միջանցք է։ Եվ եթե այսօր օրինակ Հայաստանի վերահսկողության ներքո Թուրքիայից դեպի Ռուսաստան գնան արգելված ապրանքներ պատժամիջոցների տակ, ապա Արևմուտքը կսկսի ճնշել Հայաստանին, պահանջելով, որ դա չանել, թույլ չտալ այդ ապրանքների տարանցումը Հայաստանի տարածքով։ Իսկ եթե դա տարանցվում է Հայաստանի տարածքով, բայց Հայաստանի վերահսկողությունից դուրս, այսինքն միջանցքով, ապա Հայաստանի իշխանությունները կասեն, որ մենք անգամ չգիտենք, թե այնտեղով ինչ են տանում։ Ինչի արդյունքում չի լինի Արևմուտքի ճնշում, ինչի արդյունքում չի լինի նաև Ռուսաստանի ճնշում։ Այսինքն Հայաստանի իշխանությունները շատ երջանիկ կլինեն, որ այդ միջանցքը լինի, սակայն սա հասկանալով հենց Արևմուտքը արգելում է այդ միջանցքը տալ, որովհետև նա հասկանում է, որ վաղ այդ տեղով անցնելու են ապրանքներ եւ Հայաստանը դրա նկատմամբ վերահսկողություն չի ունենալու։ Այսինքն սա ռուս-թուրքական միջանցք է։ Սա է նաև պատճառը, որ ԱՄՆ-ն եւ ոչ միայն ԱՄՆ-ն բավականին կոշտ են արտահայտվում այդ միջանցքի վերաբերյալ։ Իսկ Իրանի համար դա ճանապարհ միջանցքով փակվում է այն ճանապարհը, որով ինքը դուրս է գալիս Սևծով։ Այս երկու հանգամանքն է, որ թույլ չեն տալի ռուս-թուրքական դաշինքին եւ իրենց ներկայացուցիչ հայաստանյան իշխանություններին այդ միջանցքը տալ։ Եվ ամփոփենք պարոն Սաֆարյան, հիմա ներքաղաքական կյանքում անհանգիստ իրավիճակ է, մենք տեսնում ենք ծեծ կրտուկներ, տեսնում ենք ինչ որ միջադեպեր ակտիվիստ կոչվածների մասնակցության ոմանք ասում են, որ Կրեմլի ականջներն են երևում այս ամենի հետևում, դուք էլ ասացիք ազդեցությունը ոնց որ փորձում է վերադարձնել, դրանով է պայմանավորված, որ լարված է իրավիճակը։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը իրենց ենթակա գործիչն է, ղեկավարն է, ապա ներսում ինչ խնդիր են լուծում այդ ռուսական ուժերին ծառայող ուժերը։ Նայեք, կայսրությունը միշտ այսպես պահում է երկու խամաճիկ իր ձեռքի տակ, որոնք միմյանց պիտի ճնշեն։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ իշխանության, նա խոսում էր լյուստրացիայի մասին, չէ՞։ Լյուստրացիայի գործիքի կիրառմամբ ըստ էության այսպես կոչված նախկինները, նրանք ընդհանրապես մաքրվելու են եւ քաղաքականությամբ չէին կարողանալ զբաղվել, ընդհակառակը հայտնվելու են բանտերում։ Սակայն գործիքը չկիրառվեց։ Ընդհակառակը նախկիններին վերցրեցին, տարան նստացրեցին ազգային ժողով։
Եվ այսօր ազգային ժողովում երկու ռուսական խամաճիկ ուրեմն ուժեր միմյանց հետ առաջ են տանում նրա օրակարգը եւ միմյանց հետ վիճում են։ Շատ խորհրդանշական էր մի կադր, համեկի եթերում բանավեճի են հրավիրվել նախկիններից եւ ներկաներից ներկայացուցիչներ, որոնք երկուսը միմյանց հետ վիճում են եւ երկուսն էլ պնդում են, որ Հայաստանը սովետական Հայաստանի կամ Ռուսահայաստանի իրավահաջորդն է, բայց իրար հետ վիճում են։ Երկուսն էլ ունեն նույն դիրքորոշումը, բայց վիճում են իրար հետ։ Ահա թե ինչ մթնոլորտ է ստեղծել ռուսական կայսրությունը Հայաստանի տարածքում։ Ստեղծել է սև ու սպիտակ քաղաքական դաշտ, որտեղ եւ սևերը եւ սպիտակները իր օրակարգն են առաջ տանում, տվյալ օրինակի դեպքում դա սովետական Հայաստան հայեցակարգն է, եւ նրանք այսպես գզվրտվում են հանրության աչքի առաջ։ Սա իդեալական պայմաններ են կայսրության համար իր իշխանությունը պահելու։ Եվ եթե մարդիկ չեն հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի գալով ռուսական կայսրության տիրապետումը Հայաստանում չի թուլացել, վերենք մի քանի օրինակ։ Հայաստանի ամբողջ ռազմավարական սպեկտրը գտնվել է եւ շարունակվում է գտնվել Ռուսաստանի տիրապետության տակ։ Դա թե էլեկտրական ցանցերն են, գազի բաշխիչ ցանցերն են, երկաթուղին է, ատոմակայանն է, էլեկտրականությունը ինքնին, գազը ինքնին, այսինքն պետության ամբողջ այդ ռազմավարական գործիքները, որով պետությանը իշխում է Ռուսաստանը, եղել են եւ շարունակում են մնալ Ռուսաստանի ձեռքում։ Եվ եթե քո պետության բոլոր ռազմավարական ճյուղերը գտնվում են օտար պետության ձեռքում, ապա ինչպես ես դու անկախ։ Եվ մենք կարող ենք տեսնել քայլ դեպի անկախացում, եթե մենք տեսնենք, որ Հայաստանը գոնե կամաց վերադարձնում է իր իշխանության տակ այս ռազմավարական ճյուղերը, բայց մենք դա չենք տեսնում։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո հարուցվեցին մի քանի քրեական գործեր հարավկովկասյան երկաթուղու նկատմամբ, եւ այն բանից հետո, երբ որ Լավրովը ասաց, որ դա մեզ դուր չի գալիս, այդ քրեական գործերը միանգամից կարճվեցին։ Այսինքն անգամ ամենատարական գործողությունը չի կատարվում այն պարագայում, որ հարավկովկասյան երկաթուղիները համատարած թալանեցին եւ ոչնչացրեցին հայաստանյան երկաթուղիները։ Անգամ տարական գործողություն չի կատարում գոնե հանցագործին պատժելու ուղղությամբ։ Եվ երբ որ ռուսական կայսրությունը արտգործնախարարը ասում է դա մեզ դուր չի գալիս, քրեական գործերը փակվում։ Ինչ վերաբերվում է մեր ներքին իրավիճակին, մենք ունենք այսօր բռնատիրական ռեժիմ, ինչպես 30 տարի ունեցել ենք, ռեժիմ, որը իր իշխանությունը պահում է բռնությամբ։ Մենք տեսնում ենք, որ նրանք խմբակային հարձակվում են ինչ-որ պատգամավորների վրա, նրանց ծեծի են ենթարկում։ Մենք տեսնում ենք դեպքեր, երբ որ ազգային ժողովի նախագահան հրամայում է իր թիկնազորին մարդուն բռնել եւ թքում է այդ մարդու երեսին եւ որևիցե մեկը սրա համար չի պատասխան չի տալիս։ Մենք տեսանք վերջին օրերին, երբ իշխանության ներկայացուցիչները թաղապետարանում տեսախցիկների առաջ խմբակային հարձակվեցին մի մարդու վրա, նրան ծեծի ենթարկեցին։ Այսինքն տեղի է ունենում, ինչպես 30 տարիների ընթացքում շարունակվում է բռնությամբ իշխանություն պահելու գործողությունը, բայց այստեղ նաև իշխանությունները պետք է հիշեն, որ այդ հանրությանը տերորի ենթարկելու, այդ բռնությամբ իշխանություն պահելու արդյունքում վերջի վերջո 30 մարդու համբերության բաժակը լցվեց եւ նրանք ապստամբեցին։ Եվ հաջորդ ապստամբողները արդեն այս իշխանության դեմ կարող են չլինել այնպիսի բարի մարդիկ, ինչպիսի Վարուժան Ավետիսյանն էր։ Նրանք կարող են լինել այնպիսիք, ինչպիսիք օրինակ Բաստիլը գրավող ֆրանսիացիներն են, որոնք Բաստիլի պաշտպան ոստիկաններին կանգնեցրեցին այդ պատի տակ եւ գնդակը արեցին։ Եվ եթե այս իշխանությունները շարունակեն համատարած բռնությունները, նրանք պիտի հասկանան, որ բռնությունը ծնում է հակընդդեմ բռնություն։ Եվ շատ կարճ, պարոն Սաֆարյան, ինչու չկա Եվրոպայի արձագանք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ մենք օրենք ենք ընդունել, մենք գնալու ենք Եվրոպայի հետ հարաբերությունների համագործակցության, սա չի նշանակում, որ այնտեղից պետք է դիտարկեն իրավիճակը, պետք է ինչ-որ կերպ գնահատականներ տան, մեսիջներ ուղարկեն։ Եվրոպայից շատ հստակ ասացին, Հայաստանը մեզ չի դիմել նման հարցով, մենք էլ չենք քննարկել։ Երբ որ կդիմի կքննարկենք, այսինքն այդ ամբողջ կլոունադան, որը իրականացում է իշխանությունների կողմից, ունի միայն ներքին
սպառման նշանակություն։ Եթե Հայաստանի իշխանությունները ուզում են դիմել Եվրոմիությանը անդամակցելու համար, նրանք որևէ խնդիր չունեն, պետք է վերցնեն մի A4 թուղթ, որան դիմումը գրեն։ Հայաստանի իշխանությունները դա չեն արել։ Նրանք իրենց այսպես սատելիտ ուժերի միջոցով ստեղծեցին ինչ-որ քվեարկություն, հետո դա տարան ազգային ժողով եւ ամենայն հավանականությամբ միտք ունենալով դա կիրառել սահմանադրական փոփոխությունների մեջ։ Այսինքն հանրությանը խաբել թե իբրև թե կատարում ենք սահմանադրական փոփոխություններ, որպիսի գնանք դեպի Եվրոպա եւ դեպի Եվրոմիություն, սակայն այնտեղ կատարեն Թուրքիայի եւ Ռուսաստանի պահանջները, այդ թվում նաեւ Ադրբեջանի պահանջը Հայաստանի սահմանադրությունից հանելով անկախության հռչակագիրը։ Այսինքն խաբեն ժողովրդին, քող ստեղծեն եվրոպական եւ իրականում նորից անեն ռուս-թուրքական պահանջներ։ Ինչը մենք տեսանք, օրինակ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այցելեց եվրոպական հարթակներ եւ առաջ քաշեց այսպես կոչված Ալմաթիի հռչակագիրը։ Ալմաթի հռչակագիր կոչեցյալը ինչ է, դա ԱՊՀ-ի ստեղծման հռչակագիրն է, իսկ ԱՊՀ-ն դա այսպես երկրորդ սովետական միությունն է, երբ որ փլուզում էր սովետական միությունը, Ռուսաստանը բոլորին կանչեց միտեղ եւ հրամայեց, ասեց, որ դուք ռուսական կայսրության ներքին վարչական տարածքները պիտի ընդունեք, այսպես կոչված սովետական միության։ Եվ ձևավորվեց այսպես կոչված ԱՊՀ-ն իր Ալմաթի հռչակագրով։ Նիկոլ Փաշինյանը գնաց արևմտյան հարթակներ եւ Ֆրանսիա եւ Գերմանիայի ղեկավարների ներկայությամբ հայտարարեց, որ ինքը ուզում է ռուսական պրոյեկտ։ Իսկ մեր տարածաշրջանում ռուս-թուրքական պրոյեկտ, որովհետեւ տարածաշրջանային ճարտարապետությունը ռուսական կայսրության կազմում ձևավորվել է ռուս-թուրքական պայմանավորվածությամբ, Մոսկվայի պայմանագրով։ Այսինքն Ալմաթիի հռչակագիրը դա Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի հետևանքն է։ Եվ մեր իշխանությունը գնում է արևմտյան դաշտ եւ ասում է մենք ուզում ենք ռուս-թուրքական պայմանավորվածություն։ Եվ այդ դեպքում բնական է, որ նրանք ողջունեն, խոչընդոտ չի լինի։ Եվ այստեղ ինչպես որ Ալմաթի հռչակագրին հավատարմություն է հայտնում Հայաստանը, տեսեք, պաշտպանում է Ադրբեջան, դու եւս պետք է խոչընդոտ կլինի այնքանով, որքանով նրանք կարողանան այդ խոչընդոտը անել։ Քանի որ Հայաստանը մնում է ռուսական զոնա, Ռուսաստանի տիրապետության տակ գտնվող տարածք, արևմուտքը մեծ լծակներ չունի Հայաստանի նկատմամբ եւ Հայաստանի նկատմամբ կոշտ ճնշումները կարող են բերել նրան, որ Հայաստանը ընդհանրապես կանջատվի արևմտյան կապերից եւ ընդհանրապես կմտնի ուրեմն ռուսական եւ թուրքական տիրապետության տակ։ Իսկ ինչ է արվում այսօր արևմուտքի կողմից։ Օրինակ մենք տեսնում ենք, որ Ֆրանսիան զինում է հայկական բանակը։ Դիտորդները պաշտպանում են, որպիսի ներխուժում տեղի չունենա, այսինքն են վերջի կտորն էլ պահենք։ Եվ հարցը առաջանում, եւ նաեւ մենք տեսնում ենք, որ թե ֆրանսիացիները, թե ամերիկացիները նաեւ մեր բանակում են եւ մի շարք գործողություններ են կատարում, խորհուրդներ են տալիս, վերապատրաստում են, հարցը առաջանում է ամեն ինչի համար է արվում։ Մենք պիտի հասկանանք, որ այն տարածքային ճարտարապետությունը, որը կա այսօր, թույլ չի տալիս Հայաստանին էֆեկտիվ պաշտպանվել։ Սյունիքի 4 կողմում գտնվում է թուրքական զորքը եւ այսպիսի ճարտարապետությամբ Սյունիքը պաշտպանել հնարավոր չէ։ Այսինքն թուրքական զորքը այնտեղից պետք է հետ քշել։ Եվ այսօր արևմուտքը ստեղծում է այնպիսի նախադրյալներ, որ վաղվա իշխանությունը, այս իշխանությունների հետ որևիցե հույս չկա, որ վաղվա իշխանությունը կարողանա դա անել։ Որովհետև եթե թուրքական զորքը պահպանվում է Սյունիքի պարանոցին փաթաթված, ապա ընդհանրապես ժամանակի հարց է, որ այդ զորքը ներխուժելու է Սյունիք։ Ինչպես օրինակ տասնամյակներ շարունակ Թուրքիան Սիրիայի հետ որևիցե խնդիր չուներ, սակայն երբ որ եկավ ժամանակ եւ նա կարողացավ դա անել, նա ներխուժեց Սիրիա եւ ոչնչացրեց այդ պետությունը։ Եվ եթե մենք թույլ ենք տալիս այսպես պարփակված Սյունիք թուրքական զորքի մեջ, ապա այդ զորքը եթե ոչ այսօր, ապա վաղը ներխուժելու եւ ոչնչացնելու է Հայաստանը։ Այս իսկ պատճառով նաեւ սա հասկանում են արևմուտքում եւ այստեղ մի խնդիր կա։ Սրա մասին ոչ թե արևմուտքից մեզ պետք է ասեին, այլ մենք պետք է ասեինք արևմուտքին։ Մենք պետք է ասեինք արևմուտքին, մասնավորապես Եվրոպային, որ եթե Թուրքիան այս պատնեշը Սյունիքյան ճեղքեց, նա գնալու է դեպի թուրքական աշխարհ, հզորանալու է եւ դուք Սևակը ասում էր ինքներդ խրթեցիք, չէ 20 տարի անց ձեր եփած ճաշը, եւ դուք խրթելու եք այդ ձեր եփած ճաշը 20 տարի անց, եւ եթե դուք դա չեք ուզում, դուք չեք ուզում հզոր Թուրքիայի հետ բախվել ինչ որ ժամանակ հետո,
ապա դուք պիտի մեզ օգնեք, որպեսզի մենք թույլ չտանք այս պատնեշի փլուզումը։ Ընդհակառակը թուրքական զորքը հեռացնենք Սյունիքի սահմաններից։ Սակայն ստացվում է այնպես, որ ոչ թե մեր իշխանությունն է դա ասում, այլ դա ասում են մեր իշխանությունը։